Բարև ձեզ հայեր ջան, այսօր ես կպատմեմ Արշակ երկրորդի մասին, ով կառավարել է Տիրան երկրորդից հետո, նա շատ հմուտ արքա է եղել եւ ցանկացել է պահպանել մեծայքի ինքնուրույնությունը, բայց սակայն որոշ առումներով նրան հաջողվել է, որոշ առումներով չէ։ Ինչպես գիտենք, երկրում կային երկու բացի թագավորի կողմնակիցներ լինելուց կային երկու ուղղվածություն ունեցող իշխաններ, դրանք Պարսկաստանի ուղղվածություն ունեցողներն էին եւ հռոմեական կայսրության ուղղվածություն ունեցող այդ իշխանները նաեւ հոգեվորականներ, ինչու՞ չէ, հոգեվորականներից ներսեց մեծը պատկանում էր հռոմեական կայսրության ուղղվածություն ունեցողներին, քանի որ նա հռոմեական կայսրությունում էր ձեռնադրվել որպես հայոց կաթողիկոս եւ կային նաեւ Վասակ Մամիկոնյանը, ինչքան հիշում եմ, եթե ճիշտ եմ հիշում, նա էլ էր հռոմեական կայսրության ուղղվածություն ունեցող, բայց ավելի շատ նա հայկական էր, քան թե հռոմեական, քանի որ այդ ժամանակներին Հռոմը ավելի մոտիկ էր մեծ հայքին եւ իրենք համատեղ կրոնն էր նույնը, ընդունել էին քրիստոնեությունը եւ այդ պատճառով մեծ հայքը եւ հռոմեական կայսրությունը ավելի մոտ էին իրար եւ հետագայում ինչ պատճառներով Հռոմը չի օգնում Մահմուդ Ալի պայմանագրից հետո միայնակ է մնում Պարսկաստանի դեմ պատերազմում Արշակ երկրորդը եւ ասեմ պարսկական ուղղվածություն ունեցող իշխանների մասին, դա առաջինը Մերուժան Արծունին էր, ինչպես գիտեք, Վահան Մամիկոնյանը, Սամվելի հայրը, Գլարկը եւ Արտավան իշխանները, նրանք էլ են նույնպես պարսկական ուղղվածություններ ունեն, Գլարկը եւ Արտավանը հետագայում Փարանձեմին են միանում, ինչպես նշել էի նախորդ տեսահոլովակում, եւ Մերուժան Արծունին այդ պատերազմների ընթացքում գլխավորում էր պարսկական զորքերը եւ նա ցանկանում էր հայոց արքան դառնալ, օգնելով Պարսկաստանի Շապու երկրորդ երկարակյացին, նա ցանկանում էր գահը իրենով անել, բայց ինչպես հայրի մոտ, իրական հայրի մոտ այդ ամենը չի լինում եւ նրան հետագայում Պապ թագավորի կառավարման տարիներին Մերուժան Արծունուն հենց Սմբատ Բագրատունին սպանում է հենց Մերուժան Արծունուն երկաթե թագը դնելով գլխին, տաքացած երկաթե թագը դնելով գլխին, ինչպես նշել էի նախորդ տեսահոլովակում։ Եվ սկսեմ իմ նյութի մասին պատմելը 350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ-հռոմեական ուժերը հաղթանակում են Պարսից-Սասանյան արքայի Շապու երկրորդ երկարակացին, ով կառավարել է 309-ից 379 թվականներին եւ հարկադրել էին գերությունից ազատել հայոց թագավոր Տիրան երկրորդին, քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին Տրդատը պատանդ էր Բյուզանդիայում, ուստի Հռոմի եւ Պարսկաստանի համաձայնությամբ թագավոր է դառնում Արշակ երկրորդը։ Արշակը չի դարձել նրանց կամակատարը, վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված Վալենտիանոս առաջին կայսրը սպանում է նրա եղբորը Տրդատին եւ խոշոր ուժերով հարձակվում մեծ հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել եւ ճանաչել է Հռոմի գերիշխանությունը, կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին իբրև երաշխիք երկու երկրների փոխհամաձայնության
Միաժամանակ նա պատանդությունից արձակել է տրթատի տիրին և գնել որդիներին։ Մեկ այլ վարկածի համաձայն, երբ Արշակը գահ է բարձրանում, սկսել է վարել հավասարակշռված քաղաքականություն, ուստի 10 հոգուց բաղկացած պատգամավորություն է ուղարկել Հռոմեական կայսրություն, որոնք բերել են Արշակի հարսնացու Օլիմպիոսին, վերջինս Կոնստանտինոս և Ա. Մեծ կայսրի մահացած եղբոր Կոստասի նշանածներ։ Պրետորյանների պրեֆեկտ Ֆլավիոս Աբլաբիուսի աղջիկը։ Համարվում է, որ այս պատգամավորության մեջ է եղել նաև Ներսեսը, ով այդ ժամանակ արքունի սենեկապետն էր, վերջինս մինչև այդ զինվորական էր։ Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն։ Նա կաթողիկոս էր ձեռնադրվել 353 թվականին, հետևաբար այս դեպքերը տեղի են ունեցել մինչև այդ։ Սա վկայում է այն մասին, որ Արշակը գահակալելուց անմիջապես հետո պատգամավորություն է ուղարկում Հռոմ։ Գնելը խախտելով հայրենի ավանդական կարգը, բնակվել է Արարատ նահանգի Արագածոտն գավառի Կվոշ անվամբ կուրացված պապի տիրանի մոտ, ամուսնացած Սյունիքի նախարար Անդոլֆ Դստեր Փառանձեմի հետ, զանազան միջոցներով իր շուրջ համախմբել նախարարների և սեպուների։ Գնելի կողմն է եղել նաև Արշակի հոր տիրանի և հայոց կաթողիկոս Ներսես I Մեծի համակրանքը ունեցել է գնելը։ Զգուշանալով դավադրությունից, Արշակն ասպարեզից հեռացրել է հորը թե եղբորորդիներին, ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից, թագավորն ամուսնանում է գնելը այրի Փառանձեմի հետ, փորձելով սիրաշահել նրա հոր Անդոլֆ իշխանին։ Շատ չանցած ծնվել է թագաժառանգ պապը։ Նաև մյուս եղբորն է սպանում դավադրության պատճառով, որ դավադրել է հենց գնելին։ Արշակ II գահակալության առաջին տարիներին անցնում են խաղաղությամբ։ Հարաբերական այս խաղաղությունը հետևանք էր առաջին հերթին Պարսից արքունիքի և Հռոմի կայսրության միջև տեղի ունեցած պատերազմների ժամանակավոր դադարից։ Իսկ Հայաստանը, որ կռվախնձոր էր այդ երկու պետությունների միջև, օգտվում է ստեղծված խաղաղությունից, կարճատև այդ խաղաղ շրջանը օգտագործում է երկրի ռազմական ուժերի հավաքելու, տնտեսությունը վերականգնելու և շինարարական նոր աշխատանքներ ծավալելու համար։ Ներքին քաղաքականության հարցում Արշակ II-ը աշխատում էր առաջին հերթին համախմբել պառակտված ավատատիրական շրջանը, պաշտոններ տալով և սիրաշահելով իր հոր օրոք արքունից դժգոհ և պալատից հեռացած նախարարներին։ Նա պաշտոնի է կանչում Տայքի և Սպերի Մամիկոնյաններին, որոնք իր դայակներն են եղել։ Վասակ Մամիկոնյանի նշանակում է զորքի սպայապետ, իսկ նրա ավագ եղբորը Վարդանին՝ նահապետ։ Գնունյանց նախարարական տանը հանձնում է հազարապետությունը։ Արքունիքի մյուս կարևոր պաշտոնյաներում ևս նշանակում է աչքի ընկնող նախարարներ։ Արշակին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում համախմբել գրեթե բոլոր դժգոհ իշխաններին։ Պայքարը սկսվել է նախարարական տների ներսում։ Վասակ սպայապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանը անցավ պարսկամետների ճամբարը։ Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու Սամվելի ձեռքով։ Այս դեպքերը գեղարվեստորեն ներկայացվել է Ռաֆին իր «Սամվել» պատմավեպում։ Արշակը կազմակերպում է և ուժեղացնում է բանակը, համալրելով այն թարմ ուժերով։ Նա ուշադրություն է դարձնում հատկապես ծանր զրահավոր հեծելազորի վրա, որ հայկական բանակի մարտական ուժեղագույն զորամասերից մեկն է։ 353 թվականին կաթողիկոս ձեռնադրվեց Ներսեսը հրավիրվում է Հայաստան, Տարօն գավառ, Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական
եկեղեցական առաջին ժողովը այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրներ կարգավորելու զանազան օրենքներ, հատկապես խիստ կանոններ ընդունեց հեթանոսական սովորությունների դեմ, արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լաց ու կոծը հասցնող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորություններ։ Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին։ Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց հիմնականում սովորում էին հուներեն և ասորերեն, և սա եմ ես համարում, որ Ներսես կաթողիկոսը հռոմեական ուղղվածություն ունի, քանի որ, ինչպես գիտեք, նա Կեսարիայում է ձեռնադրվել կաթողիկոս, այդ պատճառով է նրա ուղղվածությունը հռոմեական կայսրության կողմը։ Շուրջ մեկ տասնամյակ Մեծ Հայքն ապրել է խաղաղության բարգավաճել և հզորացել։ Աշակը հետամուտ է նախարարների համախմբելու, նրանց կենտրոնախույս հակումները սանձելու քաղաքականություն։ Նա բնաջնջել է անհնազանդ նախարարական տներին, բռնագրավել նրանց կալվածքները։ Փավստոս Բյուզանդը հաղորդում է, որ Աշակը սպառնացել է նաև եկեղեցական և վանական ուղղատիրություններին, արքունի զորաբանակը մեծացնելու և թագավորության իշխանությունը սպառնացնող նախարարական ավագանուն թուլացնելու նպատակով նա ծրագրել էր Ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ նոր քաղաքներ և նրանցում բնակեցնել նախարարական տիրույթների բնակիչներին, ովքեր դժգոհ էին նախարարական տոհմերից։ Այդ գործում առաջին քայլը եղել է Կոգովիդ գավառում Արշավան քաղաքի կառուցումը։ Դա Աշակի համար օգտակար էր երկու տեսակետից. իր հիմնված քաղաքը կդառնար առևտրական խոշոր կենտրոն և մեծ շահույթ կբերեր իրեն, և ապա հարևան նախարարություններից այնտեղ կհավաքվեին մեծ թվով բնակիչներ։ Իհարկե, Աշակի համար դժվար էր միանգամից մեծ թվով բնակիչներ հավաքել այնտեղ, ուստի նա հրովարտակ է գրում և ազդարարում, որ քաղաքի մուտքն ազատ է բոլոր տեսակի եկվորների համար։ Արշակավան փախչող տասնյակ հազարավոր բնակչության մեջ եղել են գողեր, մարդասպաններ և այլ տեսակի հանցագործներ, սակայն նրանց մեծ մասը եղել են գյուղացիներ, որոնք փորձել են ազատվել իրենց տերերի ծանր շահագործումից։ Գյուղական բնակչությունը մասսայական այս փախուստը չէր կարող չառաջացնել նախարարների և եկեղեցիականների զայրույթը։ Այդ ժամանակ Ներսես կաթողիկոսը ներկայանում է թագավորին և կշտամբում նրան, որ այդպիսի անմիտ գործ է ձեռնարկել և պահանջում է քանդել քաղաքը, սակայն Աշակը կտրականապես մերժում է նրան։ Դրանից հետո այ դժգոհ նախարարները Ներսես կաթողիկոսի գլխավորությամբ դիմում են ռազմական ուժի։ Օգտվելով Աշակ թագավորի բացակայությունից, նրանք հարձակում են, սրի են մատնում Աշակավանի անզեն բնակչությունը, երբ Աշակ II-ը գտնվում էր վիրքում։ Նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Աշակավանի վրա և ահավոր կոտորած կազմակերպեցին նախարարների առաջնորդում էր դավաճան Մերուժան Արծրունին։ Աշակավանի կոտորված բնակչության թիվը եղել է մոտավորապես 30-ից 40 հազար։ Աշակավանի տեղում, որն այժմ կոչվում է Խարբազար, մինչև այժմ կարելի է տեսնել քաղաքի հին ավերակները։ Աշակ II-ը համախմբելով իր կողմնակիցներին ճակատամարտ տվեց նախարարներին, սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց։ Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքը, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարիմ ծառայել, սակայն Աշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար։ Նա ուժեր համախմբելուց հետո հարձակվեց Աշակավանը կործանած նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ
կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց։ Արշակ թագավորը կառավարման սկզբում արտաքին խաղաղություն էր տիրում, Բյուզանդիան և Պարսկաստանը զբաղված էին իրենց սահմանների անվտանգության ապահովությամբ։ Այս պատերազմի ավարտից հետո երկու կողմերն էլ զորքեր տեղակայեցին Միջագետքում և Հայաստանի սահմաններում։ Արշակ թագավորը վարելով հավասարակշռված քաղաքականություն դաշին կնքեց և Բյուզանդիայի և Պարսկաստանի մինչ ռազմական գործողությունների սկսելը երկու կողմերի զորքերի միջև բախումներ տեղի ունեցան։ Երկու ուժեր ձգտում էին իրենց կողմը գրավել Հայոց թագավորին, ով ուներ զգալի թվով զինական ուժեր։ Ամիանոս Մարկելիանոսը պատմիչի վկայում է, որ Շապուհը և Կոստանդինոս կայսրը նամակագրություն են ունեցել։ Շապուհը ամեն կերպ ձգտել է համոզել և սպառնալ Կոստանդինոսին, որպեսզի վերջինս հեռու մնա պատերազմական գործողություններից և իրեն զիջի Հայաստանը և Միջագետքը։ Հռոմեա-պարսկական պատերազմ 359-363 թվականներին Արշակ թագավորը զբաղված էր երկրի տնտեսական աշխուժությամբ և բանակի համալրումով։ Պատերազմը բռնկվեց 359 թվականին, երբ Շապուհի հարյուրհազարանոց բանակը մտավ Միջագերտ և պաշարեց Ամիդ քաղաքը։ Այս քաղաքի գրավման ժամանակ զոհվեց շուրջ 30,000 պարսիկ զինվոր։ Կոստանդինոս կայսրը տեղեկանալով Շապուհի ներխուժման մասին, եկավ Կեսարիա և կանգնեցրեց վերջինիս առաջխաղացումը։ Նա 360 թվականին գարնանը, ինչպես վկայում է Ամիանոսը, հանդիպեց Արշակի հետ, ով հավաստիացրեց, որ հավատարիմ է մնում Հռոմին։ 361 թվականի գարնանը կայսր Ռոմանով Հուլիանոս զորավարին իր լեգիոնով տեղափոխվել է արևելք, սակայն վերջինս ապստամբություն է բարձրացնում, սակայն ռազմական որևէ ընդհանրում նրա և Կոստանդինոսի միջև տեղի չի ունենում։ Կոստանդինոսը մահանում է 361 թվականի նոյեմբերի 3-ին Կիլիկիայում։ Հուլիոսը շարունակում է պատերազմը։ Հայաստան է ուղարկում Պրոկոպիոս զորավարին և Սեբաստիանոս Կոմսը հայկական զորքերի հետ պետք է հարձակվեր Մարաստանի վրա և դժվար վիճակի մեջ դներ Շապուհին։ Միևնույն ժամանակ կայսրը հարձակվում է Միջագետքում Տիզբոնի ուղղությամբ, սակայն զորքերից մեկի ժամանակ զոհվում է։ Կայսր է հռչակվում Հովհաննեսը, ով պայմանագիր է կնքում 363 թվականին, որը պատմությանը հայտնի է Ամոթալի հաշտություն անվամբ։ Նա հրաժարվում է Հայաստանին օգնելուց և Շապուհին զիջում մի շարք տարածքներ Միջագետքում և Արևմտյան Հայաստանում։ Այս հաշտությունից հետո հայկական ուժերը միայնակ են մնում իրենց թվով մի քանի անգամ գերազանցող պարսիկների դեմ։ Վասակ Մամիկոնյանը 60,000-անոց զորքով գնում է Ատրպատան, սակայն հարձակումը Հայաստանի վրա տեղի է ունենում Աղձնիկից։ Պարսկական զորքերը Մերուժան Արծրունու գլխավորությամբ պաշարում են Տիգրանակերտը, սակայն բնակչությունը դիմադրություն է ցույց տալիս։ Տիգրանակերտի գրավումից հետո նրանք գրավում են Դարանաղյաց գավառի Անի ամրոցը, թալանում են հայոց արքաների դամբարանները, վերցնում վերջիններիս աճյունը Պարսկաստան տեղափոխելու նպատակով։ Նրանք մոտենում են Արարատ աշխարհին։ Վասակ Մամիկոնյանը, իմանալով այս մասին, իր բանակով գալիս է Արարատ, այստեղ ճակատամարտում պարտության է մատնում պարսկական զորքերին։ Հայ-պարսկական պատերազմը տեղի է ունեցել 364-368 թվականներին։ Հայ-պարսկական պատերազմը տևեց 4 տարի։ Հայերը սկզբում հաջողությամբ հետ էին մղում Պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր։ Աստիճանաբար մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները չեզոք մնացին կամ անցան պարսիկների կողմ։ Շապուհ II-ի դիմեց նեն քայլի, Արշակ II-ին առաջարկելով գալ Տիզբոն հաշտության կնքելու նպատակով։ Այդ խորամանկ առաջարկն արժանացավ պատերազմի հոգնած նախարարների հավանության։ Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մարմոնը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն, նախապես երդում ստանալով Շապուհից իրենց անվտանգության վերաբերյալ, սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվում է և նետվում Անհուշպերտ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնը մորթազերծ արվեց և դրվեց
Արշակ երկրորդի աչքի առած։ Այսքանը Արշակ երկրորդի մասին, նա շատ բառայեղ արքա է եղել, ըստ ինձ նա ցանկացել է հայկական պետականությունը պահպանել եւ ինքնուրույնությունը ավելի շատ պահպանել, սակայն նախարարական այդ ընտանիքների շնորհիվ չի կարողանում ինքնուրույնությունը պահպանել, ովքեր տարբեր կողմերի ուղղվածություն ունեին, Մերուժան Արծրունին, Վահան Մամիկոնյանը, Սամվելի հայրը, նրանք Պարսիկի կողմից են եւ նրանք Մերուժան Արծրունին եւ Վահան Մամիկոնյանն իրոքից դավաճաններ են, ովքեր պարսկական զորքի գլուխ էին անցել եւ ամեն կերպով օգնում էին պարսիկներին, քանի որ ինչպես գիտեք, Շապու երկրորդ արքան Մերուժան Արծրունին խոստացել էր գահը թագավոր դարձնել, իսկ Վահան Մամիկոնյանին սպարապետությունը։ Այդ պատճառով նրանք գործում էին ի օգուտ Պարսկաստանի եւ հետագայում նրանք իրենց դավաճանության համար մահապատժի են ենթարկվում Վահան Մամիկոնյանի իր որդու Սամվել Մամիկոնյանի կողմից, իսկ Մերուժան Արծրունին արդեն Սմբատ Բագրատունու կողմից կեղծ թագադրումով սպանվում է։ Եվ այսքանը, շնորհակալություն դիտելու համար, մինչ նոր հետաքրքիր հայոց պատմության էջերը։